Ինչ է սպասում 2025 թվականի նոյեմբեր ամսին եղվորակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է սպասվում սիրելի եղվորակներ Ինչ է սպասվում ձեր ֆինանսական ոլորտում 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Սիրելի եղբորակներ, ցույց է տալիս, որ ձեր ֆինանսական ոլորտում հնարավոր է խնդիրներ, հնարավոր է ինչ որ ցանկանում եք բանկերից ինչ-որ ֆինանսական դիվիդենտներ ստանալ, հնարավոր է, որ նոյեմբեր ամսին դա չլինի, հնարավոր է երկար սպասված ցանկանում եք, որ այդ աշխատանքը կլինի, սիրելի եղբորակներ, ինչ-որ ծրագրեր, նպատակներ ունեք, բայց այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է նոյեմբեր ամսին ինչ-որ ձևով այդ ծրագրերը որոշակի ձևով հետաձգվեն, երկարացվի այդ ծրագրի իրականացման ժամկետը։ Սիրելի եղբորակներ, ուշադիր եղեք, խոշոր ֆինանսական գործարքների, գործողությունների մեջ չմտնեք, որովհետև ցույց է տալիս, որ հնարավոր է լինի խաբեություն, հնարավոր է լինի ֆինանսների կորուստ։ Նաև այսպիսի իրավիճակ է ցույց տալիս, խորհուրդ եմ տալիս գործարքների կատարելու ժամանակ շատ ուշադիր եղեք։ Նաև գիտեք ինչ, սիրելի եղբորակներ, այստեղ ցույց է տալիս, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ նույնիսկ այն աշխատանքից, որ դուք երկար ժամանակ կախված եք այդ աշխատանքից դուք զրկվեք, բայց մի քվախեցեք, դա էլ ասեմ, սիրելի եղբորակներ, մեծ թվում է, թե որ այդ աշխատանքից զրկվեք ձեր դեմ հնարավորություն չի բացվելու, ընդհակառակը այդ աշխատանքից զրկվելը ձեր դեմ բացելու է հնարավորություններ, ճանապարհներ, որ դուք ավելի լավ աշխատանք ունենաք, ավելի լավ արձադրություն ունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորակների անձնական ոլորտում երկացած է, այսինքն որ նոր իշտեղը գտել է կյանքում, որ նոր ունի սեփական գործունեությունը, իր սեփական բիզնեսը եւ հնարավոր է, որ ձեր հարաբերությունները լրիվ ուրիշ շունով գնա եւ ձեր անձնական ու ֆինանսականը մեծ բարձունքների եւ հաղթանակների հասնի։ Գիտեք ինչ,